Ողջույն հարգելիներս, կարում եք մեքենայական կարատեսակներից հարդարման կարը, սա ռելիեֆային կար է, որը մշակվում է շնուրով, կարող այս շնուրի տեղը լինել օրինակ ռիգիլին կամ կիտվի ուս կորսետների դեպքում, ինչ ուզում եք դա դրեք, նա հիմնական կտորն է, մշակվում է շերտակտորով։ Ռելիեֆային կարը դեկորատիվ է, դրա համար կտորը մեր ամբողջական է։ Ուղիղ գծով նշեցի կարի տեղը, շերտակտորը դնում ենք այնպես, որ շերտակտորի միջին գիծը համապատասխանի կարի գծի հետ, այստեղ կարում ենք միջին գծից աջ ու ձախ, թողնելով շնուրի, ռիգիլինի, կիտվի ուսի լայնությունը։ Առաջին վրադիր կարը կարելուց հետո նոր արդեն որոշում ենք երկրորդ վրադիր կարի հեռավորությունը։ Պատրաստի նմուշի վրա ցույց եմ տալիս, որ կարերի միջև եղած հեռավորությունը կապված է մշակվող նյութից։ Այստեղ կիտվի ուս է, հեռավորությունը կարերի միջև հավասար է կիտվի ուսի լայնությանը։ Դեկորատիվ ռելիեֆային կարը ես մշակել եմ ահա այս շնուրով, ընտրել եմ ամենամեծը, որ ավելի լավ տեսանելի լինի ծավալը։ Այսպիսով մի կողմը կարելուց հետո տեղադրում ենք շնուրը եւ հետո նոր այսպես ուղղելով պետք է կարենք երկրորդ կարը։ Որպեսզի կարողանանք շնուրին շատ մոտ կարել, մեզ հարկավոր է մի կողմանի թաթիկ։ Թաթիկը դնում ենք այնպես, որ շնուրին շատ մոտ լինի եւ ազատ տարածություն չլինի։ Ուղղում ենք բոլոր շերտերը եւ կարում ենք շնուրին շատ մոտ։ Կարելու ընթացքում ես նախնական աշխատանքներ չեմ կատարում, այլ այսպես ընթացքում ուղղում եմ շնուրը եւ կարում եմ այսպես հատված առ հատված։ Ես ինքս աշխատում եմ այս տարբերակով, հնարավոր է նաեւ առանձին շնուրը հետո մեջը ձգել կարելուց հետո, այդպես չեմ փորձել, պետք է որ ստացվի, եթե ունեք հարմարանքներ այդպիսի նեղ շնուրներ քաշելու համար։ Ես աշխատում եմ հիմնականում այսպես, ընթացքում ուղղելով։ Ահա այսպիսի աշխատանք ստացա, այստեղ նյութերի ընտրությունը կապված է մշակվող հագուստից, շնուրի հաստությունը նույնպես, ռելիեֆային կարը դեկորատիվ է գեղեցիկ էֆեկտներ ստանալու համար։ Բարակ շնուրով կարը կստացվեր ավելի նուրբ, բայց ես ուզում եմ այս շնուրով ձեզ ցույց տամ մեկ այլ ուրիշ տարբերակ, որը մշակվում է կանտիկով։ Այդ կարատեսակը կար միացման կարատեսակների եւ եզրային կարերի մեջ։ Այստեղ ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե դա ինչ առնչություն ունի հարդարման կարերի հետ։ Որպես կարատեսակ կարող է լինել, որ այն սխեմաների մեջ կա, տեղ, որ այն չկա, նայած գրականություն, բայց այստեղ նույն կանտիկով կարեր են, ուղղակի դրվում է շնուրը այս շերտակտորի մեջ։ Կոր հատվածներում, օրինակ ռելիեֆային կարերի կամ կոր եզրերով դետալների մշակման ժամանակ շերտակտորի ձևածքը լավ կլինի, որ լինի շեղ ձևածքի։ Այստեղ նույնպես կարեցի մի կողմանի թաթիկով եւ անդադ ուղեցի շնուրը, ասեմ, որ այս կարի հեռավորությունը կարող է լինել մի փոքր ավելի ազատ, ոչ այդքան մոտիկ շնուրին, իսկ արդեն երկու դետալների արանք դնելու ժամանակ կարել արդեն շնուրին շատ մոտ։ Բայց ես կարեցի շնուրին շատ մոտ, որովհետև իմ մոտ կստացվի երկրորդ կարը, երբ որ ես հիմա դնում եմ երկու դետալների մեջտեղ, որպես կանտ առաջացնող միացման կար, ես կարող եմ երկրորդ կարը կարել նախորդ կարի հենց նույն տեղում։ Եթե ձեր մոտ չստացվի, ապա լավ կլիներ, որ առաջի կարը լիներ կարաբաժնի վրա, իսկ այս երկրորդ կարը արդեն ընկնի շնուրին շատ մոտ։ Ահա այսպիսի աշխատանք ես ստացա, այս կարը կարող է լինել կարաբաժինները երկու կողմի վրա, կարող է լինել որպես եզր, կարող է լինել դետալի եզր, հագուստի եզր, նայած որտեղ կկիրառեք այս աշխատանքը։ Ուրեմն մեկ անգամ կրկնվեմ, այս կարատեսակը առանց շնուրի համարվում է միացման կարատեսակներից կանտիկով կարը, եզրային կարատեսակներով կանտիկով կարը, իսկ շնուրով հարդարման կարատեսակներից։